Բարև ձեզ հարգելի դիտողներ, ողջույն հայ կալիքի հարգելի բաժանորդներ։ Այսօր մարտի 30-ն է, այսօրվա տեսանյութում ես խոսելու եմ Հայաստանում տեղի ունեցող զարգացումների, աշխարհում տեղի ունեցող Հայաստանին վերաբերող զարգացումների վերաբերյալ, Հայաստանում այսօր տեղի ունենալիք ընտրությունների վերաբերյալ, 3 մարտի 29-ին տեղի ունեցած Ազատության հրապարակում արցախահայության խնդիրներին, այսինքն արցախաբնակ հայերի, մեր հայրենակիցների խնդիրներին, ովքեր Արցախից բռնի տեղահանության հետևանքով իրենց տները թողեցին եւ եկան Հայաստանի մյուս մարզեր, Արցախի մարզից եկան Հայաստանի մյուս մարզեր ու ունեն սոցիալական խնդիրներ, ունեն տարբեր այլ չլուծված հարցեր։ Նախ առաջինը խոսենք Հայաստանում տեղի ունեցող քաղաքական, այսպես ասած, խճապատկերից եւ աշխարհում տեղի ունեցող այն փոփոխություններից, մասնավորապես Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններից քաղաքական, հասարակական կյանքում, որը ուղիղ ազդեցություն ունենալու տարածաշրջանում փոփոխություններին եւ հնարավորություններ է բացելու հայ ազգի համար, Հայաստանի համար, այն պարագայում, կրկնում եմ, շեշտում եմ, այն պարագայում, եթե հայ ազգը ստեղծի ազգային օրակարգ եւ հայտարարի ազգային պետություն ստեղծելու որոշման մասին իլուր աշխարհի։ 3 տեղի ունեցել Թուրքիայում մեծ հանրահավաք, Կոստանդնուպոլսում, հանդիմությունը միլիոն 2 միլիոն թիվ է ասում, բայց կարծում եմ, որ մի քանի 100,000 մարդ էր, ինչևէ շատ մեծ հանրահավաք էր եւ 3 առաջին անգամ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը խոսել է Թուրքիայում տեղի ունեցած վերջի զարգացումների վերաբերյալ, սա շատ կարևոր է, շատ ուշագրավ է, որ Մակրոնի մակարդակով անդրադարձ է կատարվում Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին։ Միշտ խոսել են վերջին 10 օրը տարբեր երկրների, եվրոպական երկրների նախարարներ, քաղաքապետեր, քանի որ Կոստանդնուպոլսի քաղաքապետ Էկրեմ Իմամօղլուն է ձերբակալված, Փարիզի քաղաքապետներ խոսել, Աթենքի, Գերմանիայի արտգործնախարարը, բայց որ Ֆրանսիայի նախագահը խոսեր, սա արդեն շատ բարձր մակարդակ է, Ֆրանսիան համաշխարհային գերտերություն է, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամ երկրներից մեկը եւ Ֆրանսիան այսօր եվրոպական նոր ճարտարապետության ջահակիրն է, դրոշակակիրն է։ Ֆրանսիայի դերն ու նշանակությունը անփոխարինելի, անասելի մեծ է նոր ժամանակներում եւ այս օրերին, այս մոտակա տարիներին այդպես է լինելու, այն փոփոխությունները, որը Թրամփի վարչակազմը կատարում է աշխարհում եւ Եվրոպայում, այն փոփոխություններին, որ գնալու են եվրոպական մեծ տերություններն ու Եվրոպայի ամբողջ ընտանիքը, Եվրոմիության եւ մյուս երկրները, դրանց նախաձեռնողն ու հիմնական առաջի դեր կատարողներից Ֆրանսիան է, եթե ոչ հենց առաջինը, Մեծ Բրիտանիայի հետ եւ իհարկե այնտեղ Գերմանիան է գալու արդեն եւ Մակրոնի մակարդակով անդրադառնալը Թուրքիայում զարգացումներին, նրա գնահատականներն ու դիտարկումներից դրանք հետեւյալն են եղել, որ այո, Ֆրանսիան հետևում է եւ Թուրքիայում զարգացումներին, Ֆրանսիան կարեւորում է Սև ծովում Թուրքիայի պետության դերակատարության հարցը, սակայն Ֆրանսիան շատ մտահոգված է եւ այսպես ասած անընդունելի է կարելի ասել Ֆրանսիայի համար Թուրքիայում տեղի ունեցող այն որոշումներն ու զարգացումները, որը Էրդողանի ռեժիմը
բռնությամբ իրագործում է, այսինքն ընդդիմադիր գործիչներին, քաղաքական իր մրցակիցներին ձերբակալում է, լրատվամիջոցներին են Թուրքիայում մեծ տուգանքներ, 4 լրատվամիջոցի խոշոր մեծ տուգանքներ են նշանակվել այնտեղ հեռուստա ռադիո հանձնաժողովի կողմից Թուրքիայի եւ այս բոլոր հարցերին իհարկե Մակրոնը մանրամասն չի անդրադարձել, բայց իր անդրադարձով նա հասկացրել է, որ Էրդողանի արարքները եւ Թուրքիայի ռեժիմի արարքները որևէ կերպ չեն կարող աջակցություն գտնել Ֆրանսիայի կողմից, իր հերթին Եվրոմիության քարտուղարը եւ Գերմանիա արտգործնախարարը ասել են մինչ այդ, որ Եվրոմիության անդամ Թուրքիան չի կարող դառնալ, քանի դեռ այսպիսի քաղաքականություն է վարում Թուրքիայի իշխանությունը, քանի դեռ Թուրքիայում մարդու իրավունքների ազատ ընտրության իրավունքի հարցը լուծված չէ։ Իսկ երեկվա այդ մեծաքանակ 100,000-ներ մասնակից ունեցող հավաքին բոլոր քաղաքացիները, ովքեր լրատվամիջոցներով խոսում են, նշում են, որ սա Էրդողանի ռեժիմի կողմից հեղաշրջում է ընտրության իրավունքի, մարդու ընտրվելու ու ընտրություն կատարելու իրավունքի դեմ, մարդիկ վճռակամ են այս ամենը թույլ չտալու համար, այս ամենի դեմ պայքարելու համար, որքան որ պահանջվի։ Մեզ համար, հայ ազգի համար ասեմ, որ շատ կարևոր է Թուրքիայի փոփոխություններին հետևելը եւ մեզ համար ձեռնտու ու շահեկան է, որ Թուրքիան տնտեսապես ու քաղաքականապես թուլանա, իմ նախորդ տեսանյութում եւս այս մասին ես խոսել եմ, մեզ համար կարևոր է, որ Էրդողանի եւ ընդդիմության հակամարտությունը երկար շարունակվի, տևական ժամանակ Թուրքիան պառակտվի, թուլանա տնտեսապես եւ քաղաքականապես, բայց դա այն պարագայում եւ առաջին հերթին այն պարագայում, երբ որ մենք հայերս ստեղծենք ազգային օրակարգ ու ազգային պետություն։ Այն ինչ թուրքերը Նիկոլի միջոցով պարտադրել են մեզ, թուրքական օրակարգ, թուրքական ծրագիր, հայկական պետության փաստացի կործանում, ձևական, որ մնա իբր հայկական պետություն, բայց թրքահպատակ լինի, մենք պետք է մերժենք Նիկոլ Փաշինյանին, որպես այդ ծրագրերի կատարածու, գործակատար եւ նրա կուսակցությանը ու պետք է ձևավորենք ազգային ընտրանի, ազգային օրակարգ, ազգային պետության գործը, պետություն ստեղծելու գործը սկսելու համար։ Կրկնում եմ, սրա համար շատ լավ առիթ է, որ մենք ապրիլի 24-ին մեր պահանջատիրության օրը ազգովի դուրս են գալիս տներից եւ աշխարհը տեսնում է մեր այդ շարժը, մեր այդ պահանջատիրության ակտը, մենք դա ուղենք ազգային պետություն ստեղծելու, ազգային օրակարգ ձևավորելու գործին, մերժենք թուրքական օրակարգը, թուրքական ծրագրերը եւ հաստատակամ հայտարենք ազգային պետություն ստեղծելու մեր կամքի վերաբերյալ։ Նախկին իմ տեսանյութերում կարծում եմ, որ միտումնավոր, որ որոշ մարդիկ փորձել են ապրիլի 24-ի խորհուրդը իբրև թե չի թույլ տալի, որ մենք հրապարակային ինչ-որ այլ գործընթաց սկսենք, ինձ քննադատել, ասեմ ձեզ, նախ ձեր ընկալումը սխալ է, մեղմ ասած, դուք կարճ պատկերացումներ ունեք ու շատ սահմանափակ հայ ազգի պահանջատիրության, հայոց պահանջատիրության, հայ դատի հարցում եւ ձեր այդ պարզամիտ, պրիմիտիվ, անտրամաբանական իբրև թե թեզեր բառը այստեղ չագետնեմ մեջ, իբրև դա սքոր է, չի կարելի այդ օրը այլ բան անել, շատ էժանագին եւ անտրամաբանական են հնչում, ոչ ոք չի ազգային օրակարգ ու ազգային պետություն ստեղծելու, մեր պահանջատիրությանը տեր կանգնելու հարցը հրապարակայնացնելով, մեր
զոհերի, մեր նահատակների հիշատակը դրանից անարգում։ Հակառակը, եթե մենք հարգում ենք, ուրեմն ուշադիր եղեք, եթե մենք հարգում ենք մեր նահատակների, մեր զոհերի, մեր նախահայրերի ու նախամայրերի հիշատակը, մենք պարտավոր ենք ազգային պետություն ստեղծենք եւ աշխարհից ու Թուրքիայից պահանջենք մեր հայրենատիրության վերականգնումը, հասնենք դրան, գործնականում հասնենք մեր հայրենատիրության վերականգնումը։ Այստեղ տեղին է հիշել Մովսես Գորգիսյանի հայտնի արտահայտությունը՝ սուքը հավերժ է, եթե պայքար չկա, մենք միշտ կսքանք, եթե չպայքարենք։ Բայց կարճ ուղեղով մարդիկ իհարկե սա չեն հասկանում, սրանց պատկերացմամբ, այս տեսակի պատկերացմամբ, որը հուսամ շատ քիչ է, մեծամասնություն չի կազմում որևէ կերպ, իրենց պատկերացմամբ ապրիլի 24-ի խորհուրդը դա ընդամենը ծաղիկներ խոնարհելու ձևական ինչ-որ մի արարողություն է, որով իրենք իրենց բավարարված ու կարևորված են համարում իրենց պարտքը կատարած։ Ոչ, հայ ազգի պարտքը կատարած կլինենք այն պարագայում, երբ որ ստեղծենք ազգային պետություն, հզոր ազգային պետություն եւ այլևս երբեք թույլ չտանք որևէ մի սուբյեկտի, առավել ևս թուրքերին, մարդասպան թուրքերին անգամ մտածել, որ կարող են ցեղասպանության ենթարկել հայ ազգի ներկայացուցիչներին։ Լավ, ուրեմն վերջացրեք, ամոթ է այդ հիմար ու էժանագին ձեր մանիպուլատիվ անտրամաբանական մտքերը մեկնաբանություններում մի գրեք։ Ապրիլի 24-ը ճիշտ այն օրն է, հենց այն ամենալավ օրն է, երբ մենք ազգովի շարժվում ենք ու կարող ենք ամբողջ աշխարհին ցույց տալ, որ մենք համաձայն չենք թուրքական ծառա Նիկոլ Փաշինյանական ռեժիմի օրակարգի հետ, այլ ստեղծում ենք մեր ազգային ինքնուրույն օրակարգը, ձևավորելու ենք ազգային ընտրանի եւ ստեղծելու ենք ազգային հզոր պետություն, ունենք դրա կամքը ու իլուր աշխարհի հայտարարում ենք այդ ամենի մասին։ Այսքանով այս հարցը փակված համարենք, այլևս չանդրադառնանք, այդ օրը կարելի է թե չի կարելի, մեր հարգանքի տուրքը մատուցելուց հետո իհարկե մենք պետք է չլռենք, պետք է մնանք հրապարակում եւ այդ գործընթացը սկսելու մեկնարկելու մասին հայտարենք եւ ընթացքը տանենք առաջ։ Սա էսպես։ Հայաստանում կարճ անդրադառնամ տեղի ունեցող ներքին քաղաքական վիճակին։ Ուրեմն Հայաստանում մարտի 29-ին տեղի ունեցավ Ազատության հրապարակում արցախահայության սոցիալական խնդիրների հետ կապված հանրահավաք։ Գյումրիում տեղի է ունենում մարտի 30-ին, այսինքն այսօր ընտրություններ։ Սիրելի ժողովուրդ, քանի դեռ մենք մնացել ենք այս ապազգային համակարգում, քանի դեռ մենք մնացել ենք այս ապազգային խաղի կանոնների ընթացքում, մենք միշտ կորուստներ ենք ունենալու, չենք գրանցելու արդյունքներ, լինի դա ընտրություններում, թե հրապարակներում, երբ որ չկա ազգային ձևակերպած օրակարգ։ Լավ, քանի դեռ Հայաստանը դուրս չի գալի թրքական ծրագրերից, թրքական օրակարգից, քանի դեռ ռսական ազդեցությունից չի հրաժարվում, իրական, անկախ եւ հզոր պետություն ստեղծել անհնար է լինելու։ Տեսեք, Գյումրիում այսօր կատարվում է այն, ինչ կատարվել է միշտ վերջի բոլոր 3 տասնամյակներում ընտրություններում։ Իրենց կազինոյում առաջարկում են ժողովրդին գնալ խաղալ եւ տանուլ տալ, կներեք այս կոպիտ համատության համար, բայց այդպես է։ Սերժի ժամանակ այդ կազինոյի տերը Սերժն էր, Ռոբերտի ժամանակ Ռոբերտն էր, Լևոնի ժամանակ Լևոնն էր, հիմա էլ Նիկոլի կազինոն է ու Նիկոլը առաջարկում է խեղճ ժողովրդին իրար միս ուտել, իրար բսկտել, բայց միևնույնն է այդ կազինոյում ով որ կազինոյի տերն է, նա է հաղթում եւ այս կապիկ ընտրությունները ու կապիկությունները իմաստ չունեն, որևէ նշանակություն չունեն մեր ազգի, մեր ազգային նպատակների ու շահերի համար։ Իրենք 7 չէ, ուզում է 17 107 տարի այս համակարգում ընտրություններ անեն
որևէ օգուտ չի լինելու այդ ընտրություններում։ Պետք է սրանց հեռացնել, պետք է հայտարարել ազգային օրակարգ ձևավորելու, ռսական ազդեցությունից ազատագրվելու, թրքական ծրագրերը մերժելու վերաբերյալ եւ ազգային ընտրանու միջոցով ազգային պետություն ստեղծել։ Սա է միակ ճիշտ ճանապարհը, ճիշտ ուղին, սրան չկա որևէ այլ ընտրանք, չկա որևէ այլ կիսալուծումներ։ Այս է միակ լուծումը՝ ազգային օրակարգ, ազգային պետություն, նոր հավատարիմ գործընկերների հետ դաշինքներ, ինչպիսին է Հունաստանը, Ֆրանսիան, Եգիպտոսը, Լեհաստանը, Պարսկաստանը, երկկողմ դաշինքներ, ռազմավարական, տնտեսական ու անվտանգային ուղղություններով գործակցություն, եւ Հայաստանը դուրս կգա այս խեղճացած, այս ողնաշարը ծրված վիճակից։ Անպայման խնդրում եմ տարածեք այս տեսանյութը, բաժանորդագրվեք Հայկ Ալիքին եւ հետևեք մեր մյուս տեսանյութերին, իհարկե։ Ես ամբողջովին արցախահայության սոցիալական խնդիրներից որպես տեղյակ անձնավորություն սատարում ու աջակցում եմ մեր արցախաբնակ այստեղ բռնի տեղահանության արդյունքում մյուս Հայաստանի մարզեր տեղափոխված մեր հայրենակիցներին, քույրերին ու եղբայրներին, բայց լուծումը ազգային պետություն ստեղծելու, ազգային օրակարգ ձևավորելու մեջ է։ Շնորհակալություն։